Դյումայի մահից հետո Մարի Լուիզան մնաց լիակատար աղքատության մեջ։ Պետությունը պետք է օգնություն տար, բայց նրա բոլոր դիմումները կորում էին։ Նա աշխատում էր ինչ կարող էր, կարում էր բանջարեղեն էր վաճառում։ Ալեքսանդրը մեծանում էր աղքատության մեջ։ Դպրոցում նրան ծաղրում էին մուգ մաշկի պատճառով։ Մի օր նա ծեծեց իրեն վիրավորած տղային։ Մայրը նրան չնախատեց, նա ասաց. «Քո հայրը հերոս էր, դու պետք է արժանի լինես նրան»։ Բայց ինչպես արժանի լինել, երբ դու չունես ոչինչ։ Տղան քայլում էր կարկատված շորերով։ Ձմռանը տունը սառչում էր, ջուրը սառույց էր դառնում։ Ալեքսանդրը շուտ սովորեց կարդալ, գրքերը դարձան նրա փրկությունը։ Նա կարդում էր Պլուտարքոս, Տիտոս Լիվիոս, հին պատմություններ հերոսների մասին։ Նա երազում էր փառքի մասին։ Նա ուզում էր վրեժ լուծել հոր մոռացության համար։ 16 տարեկանում մայրը նրան ուղարկեց աշխատելու նոտարի մոտ։ Նա օրերով կրկնօրինակում էր փաստաթղթեր։ Աշխատանքը ձանձրալի էր, բայց նա դիմանում էր։ Երեկոյան նա գրում էր։ Նա ստեղծում էր իր սեփական պատմությունները։ Նա զգում էր, որ չի ծնվել ուրիշների խոսքերը կրկնելու համար։ Նա երազում էր Փարիզի մասին։ 1823 թվականին նա մեկնեց Փարիզ, ընդամենը 20 ֆրանկով գրպանում։ Քաղաքը ցնցեց նրան։ Աղմուկ, մարդիկ, կյանք։ Նա ապրում էր փոքրիկ սենյակում։ Գումարը արագ վերջանում էր։ Նա ուտում էր հաց և ջուր։ Նա փորձում էր իր պիեսները տալ թատրոններին, բայց նրան նույնիսկ ներս չէին թողնում։ Վերջապես, ցոր կապերի շնորհիվ, նա աշխատանք գտավ որպես գրագիր արքունիքում։ Նա օրերով աշխատում էր, իսկ երեկոյան գրում էր։ Նա կարդում էր Շեքսպիր, Շիլեր, Բայրոն։ Նա մտավ գրական շրջանակներ, ծանոթացավ Վիկտոր Հյուգոյի և այլոց հետ։ Նրա կյանքը սկսում էր փոխվել։